Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը որոշել է Հորմուզի նեղուցը փակել։ Թեև վերջնական որոշումը Ազգային անվտանգության խորհրդինն է, այնուամենայնիվ առավել քան ակնհայտ է, որ անգամ մտադրության մասին հայտարարությունը նավթի շուկայում, նավթի համաշխարհային շուկաներում նոր ցնցումների առիթ է հանդիսանալու։ Եվ արդեն այսօր երկուշաբթի առավոտյան արձագանքները չուշացան, մասնավորապես նավթի շուկաներում առևտուրը սկսվեց գնաճով։ Օրինակ, Brent տեսակի նավթը թանկացավ 5.7%-ով, առևտուրը մեկնարկեց 5.7%-անոց թանկացման, WTI տեսակի նավթը թանկացավ մոտավորապես 2%-ով։ Թանկացումների եւ որոշակի շարժերի վերաբերյալ նավթի շուկայի տեղեկատվությունը մեր առաջին պատկերում է եւ թեև հետաքրքիր հանգամանք, որ արդեն կեսօրին մոտ այս թանկացման միտումները կանգ առան եւ գները որոշակիորեն հետ ճշգրտվեցին, այսինքն նվազեցին։ Սա առավել քան հասկանալի է։ Տեսեք, նախ թանկացմամբ առևտուրը մեկնարկելը պայմանավորված էր այսպես կոչված շուկաների էմոցիոնալ արձագանքով պայմանավորված հայտարարությամբ, պայմանավորված նման սպասումներով եւ այլն։ Արդեն կեսօրին մոտ ճշգրտումը նախ այդ առաջին արձագանքի թուլացումն է եւ երկրորդը կարծես թե նաեւ գնահատականներ են շրջանառվում առայն, որ շուկաները այնքան էլ հակված չեն, որ Իրանը ամբողջապես առնվազն կփակի ի վերջո Հորմուզի նեղուցը եւ բնականաբար դա առաջացրեց որոշակի ճշգրտումներ։ Դրանով պայմանավորված նվազումները գների արդեն կեսօրին մոտ։ Ընդհանուր առմամբ նավթի համաշխարհային շուկաները բավական մեծ տատանողականության ներքո են, հասկանալիորեն լինելով շատ զգայուն ցանկացած փոփոխությունների նկատմամբ։ Բայց եթե ավելի գլոբալ, մի փոքր ավելի լայն հայացքով ենք նայում, ապա կոնֆլիկտի հակամարտության մեկնարկից ի վեր հունիսի 13-ի համեմատ, օրինակ Brent տեսակի նավթը արդեն իսկ թանկացել է 13%-ով, WTI տեսակի նավթի գինն ավելացել է 10%-ով։ Սա նավթի շուկաների տատանողականության, անորոշությամբ պայմանավորված ցնցումային իրավիճակն է։ Իսկ ինչպիսին է համաշխարհային տնտեսությունում Հորմուզի նեղուցի առնվազն թեկուզ եւ ոչ ամբողջական փակման կամ ամբողջական փակման սցենարների պարագայում կայուն զարգացման սպասումները։ Բնական է, որ առաջին հերթին առաջին եկող սպասումը դա նույն նավթի համաշխարհային գների թանկացումներն են, եւ դա առաջին հերթին պայմանավորվում է հանգամանքով, որ Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային պաշարների 20%-ը։ Հորմուզի նեղուցի այդ թվում տնտեսական որոշ նշանակության հետ կապված տվյալներ ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում։ Ինչպես նշեցինք, նավթի ուրեմն արտահանման 1/5 բաժին է ընկնում հենց այս տարանցիկ ծովային ուղուն, հեղուկացված բնական գազի շուրջ 30%-ն է անցնում Հորմուզի նեղուցով, Հորմուզի նեղուցը ամբողջապես փակելու այդ թվում հնարավորության հետ կապված հետաքրքիր տեղեկություն, նեղուցի մուտքի եւ ելքի հատվածներում լայնությունը մոտավորապես 50 կիլոմետր է, ամենանեղ հատվածը շուրջ 40 կիլոմետր է։ Եվ բնական է, որ եթե ենթադրում ենք սցենար, դիտարկում ենք սցենար, համաձայն որի ամբողջապես փակվում է այս տարանցիկ ուղին, այս բեռնափոխադրումները լիովին խափանվում են, ապա ստացվում է, որ նավթի շուկայում համաշխարհային առաջարկի 1/5 մասով առաջանում է խնդիր, այսինքն այդքանով չի լինում առաջարկը եւ բնական է դա պիտի միանգամից բարձրացնի նավթի գները։ Իդեպ տարատեսակ գնահատականներ կան նման սցենարի հետ կապված գների մասով, խոսվում է ընդհուպ մինչեւ 130-150 դոլար մեկ բարելի դիմաց, անգամ 200 եւ ավել դոլար։ Բայց իհարկե սա վատագույն սցենարն է, իդեպ Իսրայելի հարձակումից հետո տնտեսական առումով ռազմական եւ հումանիտար բաղադրիչից զատ տնտեսական առումով վատթարագույն սցենարը դիտարկվել եւ շարունակվում է դիտարկվել հենց Հորմուզի նեղուցի փակման հավանականությունը, ամբողջական փակման հավանականությունը իր տարատեսակ հետևանքներով։ Հետևանքների մասով, եթե նավթի գների թանկացում լինի, բնական է, որ սա շղթայական ազդեցություններ եւ հետևանքներ է ունենալու համաշխարհային տնտեսության վրա։ Սկսենք նույն օրինակ բեռնափոխադրումների ապահովագրական ծախսերից, որն անդրադառնալու է ընդհանուր էներգակիրների էներգետիկ շուկայի գների վրա։ Սա իր հերթին անդրադառնալու է հատկապես ներկրող երկրների արտադրական կարողությունների, արտադրական ծախքերի վրա, որը բնականաբար արդեն ավելի լայն սպառման շուկաներում գնաճ է առաջացնելու։ Գնաճային ճնշումներ նաև գալու են ուրեմն համաշխարհային առևտրի առաջատար շուկաներից եկող, մասնավորապես նույն ասիական, օրինակ նույն Չինաստանի, որը Հորմուզի նեղուցով ամենաշատ առավելագույնը ստացող, ուրեմն նավթ ստացող երկրն
երկրներից է, եվրոպական երկրների պարագայում խնդիրը բավական մեծ կլինի կրկին որպես ստացող երկիր եւ բնական է, որ դրանից համաշխարհային տնտեսությանը այդ շուկաներից ածանցվելու են համաշխարհային տնտեսության վրա գնաճային ճնշումներ, տնտեսական աճի տեմպի դանդաղում, որը իր հերթին բավական արդեն մակրոտնտեսական եւ առհասարակ ավելի գլոբալ ֆինանսատնտեսական հարաբերությունների խաթարում եւ ընդհանուր առմամբ տեմպերի դանդաղում է ենթադրում։ Իր հետ, եթե բանաձևային ներկայացնենք, ապա առաջացնելով նոր տնտեսական ճգնաժամի սպասում։ Իդեպ խոսեցինք որոշակի սցենարների մասին, նաև դերակատարներ նշելով։ Պետք է նշել, որ Հորմուզի նեղուցով անցնող նավթի մոտավորապես 84%-ն ուղղվում է ասիական երկրներ, դրանց թվում առավելապես Չինաստանին։ Օրինակ 2025 թվականի առաջին ամիսների տվյալներով Չինաստանն օրական 5.4 միլիոն բարել նավթ է ստանում հենց այս տարանցիկ ուղով։ Ճապոնիայի պարագայում ցուցանիշը փոքր ավելի ցածր է, 2.1 միլիոն դոլարի բարել է ստանում։ Հարավային Կորեայի պարագայում ցուցանիշն ավելի փոքր, Միացյալ Նահանգների դեպքում 0.4, Եվրոպայի պարագայում կես միլիոն դոլարի բարել է ստանում եւ սա իրականում, այսինքն հասկանալի է, որ այս երկրների մասով մատակարարումների բավական լուրջ խնդիրներ առաջանալու են իր այն համապատասխան հետևանքներով, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Բայց սա ամբողջական փակման սցենարի դեպքում շատ է խոսվում հնարավոր այլընտրանքների մասին, այդ թվում Սաուդյան Արաբիայի կողմից Կարմիր ծովով տարանցման հնարավորությունների մասին եւ Սաուդյան Արաբիայի եւ նավթ արդյունահանող մյուս երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների ավելացման մասին, եթե հանկարծ Հորմուզի նեղուցով խափանումներ լինեն եւ նավթի առաջարկը կրճատվի։ Բայց հասկանալի է, որ խնդիրը միայն տնտեսական հարթությունում չէ, այստեղ կա բավական լուրջ քաղաքական կոմպոնենտ, այդ թվում նաեւ հնարավոր ընկալում, որ դա կարող է լինել ի աջակցություն Իսրայելի Իրանի դեմ հարձակման, այսինքն առնվազն նման քաղաքական լարվածության ֆոն կարող է առաջացնել մի կողմից եւ մյուս կողմից, տեսեք, այս իրավիճակը խիստ կարճաժամկետում նավթի գների բարձրացում է ապահովում, ինչը որոշակի ճակերտավոր ասած հարմար իրավիճակ է ստեղծել այդ թվում նավթ արդյունանող երկրների համար եւ նույն խոշոր արդյունահանողների համար որևէ կերպ հակառակը կլինի իրավիճակը, եթե նավթի արդյունահանման ծավալների արդյունքում նավթի գների անկման ականատես լինեն։ Իսկ ինչպիսին կլինի ավելի երկարաժամկետում նույն նավթի գների հետ կապված իրավիճակը։ Եթե կարճաժամկետում առավել քան հասկանալի է, որ մենք ունենք գնաճային եւ գների բարձրացման միտումների հետ, ապա երկարաժամկետում դա այնքան էլ վստահ չենք կարող պնդել։ Եթե գլոբալ մենք գործ ունենանք համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, տնտեսական աճի տեմպերի նոր դանդաղման միտումների եւ տրենդերի հետ, ապա դրանից բխելու է առաջին հերթին նույն էներգակիրների եւ նավթի պահանջարկի կրճատում, ինչը ավելի երկարաժամկետում նվազեցնելու է նավթի գները մի կողմից եւ մյուս կողմից, եթե անգամ նավթի գները ավելի երկար ժամանակահատվածում բարձր մնան, տնտեսական ճգնաժամերից եկող ազդեցությունները նույն այդ նավթ արդյունահանող երկրների, այն երկրների համար, որոնց բյուջեի հիմքում էներգակիրների գներն են, դրական թվացող իրավիճակը այնքան էլ դրական չէ։ Բավական հետաքրքիր օրինակ բերենք, նույն կոնֆլիկտի մեկնարկից հետո հունիսի 13-ից հետո 5 օրերի ընթացքում Իրանը մեծացրել է նույն Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ծավալները տարեկան միջինից գերազանցելով 44%-ով ավել մեծացրել է արտահանման ծավալները։ Դա մի կողմից իրականացվել է որոշակիորեն երաշխավորելու սեփական պաշարները եւ մյուս կողմից նաեւ օգտվելու հնարավորությունից արտահանել այնքան ժամանակ եւ այնքան, քանի դեռ հնարավոր է։ Այս ամենը իրականացվել է նավթի աճող գների ֆոնին, բայց կարելի է արդյոք անել հետևություն եւ ասել, որ Իրանի համար ստեղծվել է հարմար միջավայր, իհարկե սխալ պնդում կլինի, այլ մասշտաբներով եւ այլ տեսանկյունից, բայց նաեւ նման գնահատականի ներքո են այլ երկրները։ Եվ եթե փորձենք այդ թվում նաև ամփոփել, ընդհանուր առմամբ թեև թվում է, թե նավթի գների բարձրացումից լինի դա կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ, որոշ երկրներ ունենալու են օգուտներ, ունենալու են բյուջեի եկամուտներ, բայց գլոբալ առումով նոր ճգնաժամը իր բերած ռիսկերն ու բացասական ազդեցությունները շատ ավելի մեծ են լինելու նույն երկրների համար։ Եվ այս առումով Հորմուզի նեղուցի բնականաբար առաջին հերթին ամբողջական փակման պարագայում
պարագայում, բայց անգամ մասնավոր աշխատանքների խափանման պարագայում կարծես թե բացառապես տուժելու են բոլոր կողմերը եւ պետք է նշել, որ այդ թվում եւ կրկնակի իրականում անգամներով ավել նաեւ մենք մի կողմից երկիր որպես որը առավելապես ներմուծող երկիր է եւ մյուս կողմից երկիր, որի համար Իրանը ունի կենսական տնտեսական նշանակություն եւ որի համար Իրանի հետ ունենք երկկողմ կենսական տնտեսական անվտանգային բաղադրիչ նաեւ պարունակող կենսական կարեւորության նախագծեր, որոնց ճակատագիրը բնականաբար այս զարգացումների ներքո առնվազն հարցականի ներքո են։